Մարզական հագուստի փոխարեն հարսանյաց զգեստ։ Հայրենական սպորտի ամենաուժեղ մարզուհիներից մեկն այսօր արդեն ամենահմայիչ հարսնացուն է։ Նախ մանկության տարիների անկեղծ մտերմություն, այնուհետև պատանեկան մեծ ու խելահեղ սեր։ Հռիփսիմեն ու Տարոնն ամուր ընտանիք կազմելու մասին շատ են երազել։ Միմյանց մեջ գտել են այն ամենը, ինչը հարկավոր է լիակատար երջանկության համար։ Ինձ թվում է ամեն կին հայ կին կցանկանար, որ իր անձնական երջանկություն ունենար, եւ ես ճիշտ է գտել եմ իմ երջանկությունը եւ շատ ուրախ եմ։ Կինոսպորտում պետք է լինի ձգտող, ուժեղ, պայքարող, իսկ առօրյայում պետք է լինի կանացի, լավ երեխաների մայր։ Բոլոր հատկանիշներն էլ սիրում եմ Հռիփսիմեի, ուղղակի մի քիչ շատ նեղասկոտ է։ Դա կարևորը լավ սիրտ ունի, հասկանում է, մաքուր, անկեղծ։ Երիտասարդ զույգը միմյանց տեր եւ հնազանդ լինելու երթում Մուղն ու Սուրբ Գևորգ եկեղեցում է տվել։ Հարսանիքն էլ տոնելու է հայկական բոլոր ավանդույթներով։ Ամենաթանկ օժիտը, որ Հռիփսիմեն ամուսնու տուն է տանելու, օլիմպիական բրոնզե մեդալն է։ Հարսանիքից հետո ուղիղ 1 տարի մեծ սպորտով չի զբաղվելու, իսկ դրանից հետո արդեն քրտնաջան աշխատանքի շրջանն է սկսվելու։ Որոշել եմ 1 տարի դադար տամ, որովհետև ուզում եմ մի քիչ հանգստանալ, վնասվածքներս բուժեմ, որից հետո կվերադառնամ մեծ սպորտ, ոնց որ ասած կարոտած կլինեմ արդեն ծանրաձողին եւ նորից կուրախացնեմ մեր հայ ժողովրդին։ Հռիփսիմեին եւ Տարոնին հարսանյաց տոնի կապակցությամբ շնորհավորելու է եկել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հայրենական սպորտի բարձրաստիճան ներկայացուցիչների ուղեկցությամբ։ Շնորհավորելով երիտասարդ զույգին Գագիկ Ծառուկյանն ընդգծում է. Հռիփսիմեն հայ ազգի պարծանքն ու հպարտությունն է, հետեւաբար նրա ուրախությունն այսօր ոչ միայն ամբողջ մարզաշխարհը, այլև հայ ժողովուրդն է կիսում։ Եվ ոչ թե միայն մարզաշխարհը, ամբողջ հայությունը, ամբողջ աշխարհի հայությունը տեսնելով նրա մասնակցությունը, տեսնելով որ նա կարողացավ օլիմպիական խաղերին, մեր պատիվը բարձր պահել։ Այո, մեդալակիր դառը, ինքս ինքան ինքը իր ծրագիրը թողեց պատմությանը։ Եվ իր ծնողների համար, որ ամեն մի ծնող ուզում է իր երեխան ավելի ճանաչված լինի, գեղեցիկ լինի եւ բախտավոր։ Եվ այսօր մենք այսօր եկել ենք Տարոնի եւ Հռիփսիմի շնորհավորելու, որ նա բախտավոր լինի, երջանիկ լինի։ Այդպեսին տանիքներ մեր երկրում թող շատ լինի։ Տարոնը բախտավոր լինի, երջանիկ լինի։ Իրենց հերթին մարզուհու հարազատներն անկեղծանում են, եթե չլիներ Գագիկ Ծառուկյանի հետևողական աջակցությունը, Հռիփսիմեն այդքան սպորտային հաջողությունների չէր հասնի։ Ես կուզենամ Արոն Ծառուկյանից խորին շնորհակալություն հայտնել, մենք այսօր որ ուրախանում ենք Հռիփսիմի հաջողություններով, այդ հաջողությունների մեծագույն գրավականը ձեզանից է եկել, որտեղ ամեն ինչը դուք եք արել։ Ճիշտ է, Հայաստանի Հանրապետությունում 3 մեդալ եղավ, դա բայց այս փոքր երկրի համար մեծ պատիվ ու փառք է, իսկ մեր պատիվն ու փառքը կապված է Արոն Ծառուկյանի ջանադիր աշխատանքին։ Շնորհավորանքներին ու բարեմաղթանքներին հաջորդում է երիտասարդ զույգի անակնկալը։ Ի նշան հարգանքի եւ երախտագիտության նորապսակները Հռիփսիմեի չեմպիոնական առաջին գավաթը Գագիկ Ծառուկյանին են նվիրում։ Վարդուհի Մելտոնյան, Մհեր Կիրակոսյան, Աշոտ Համբարձումյան, Էպիկենտրոն։